Ներկայացնում եմ ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը, հիմք ընդունելով Սահմանադրության 107 հոդվածը, ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը, որպեսզի պատգամավորի վարքը դառնա քննության առարկա ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում։ Առաջարկում է ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 5, գործունեության ժամկետը մինչև 2 ամիս եւ հիմնավորում որպես կարող եմ ներկայացնել երկու խմբակցությունների, պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների ներկայացված հիմնավորումը այն մասին, որ այս անհրաժեշտությունը առաջացել է 2025 թվականի մարտի 20-ին ազգային ժողովի միջանցքում ցուցաբերած ազգային ժողովի պատգամավորի վարքը քննելու համար, քանի որ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ կետերը հստակ սահմանում են, որ պատգամավորը պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորությունները իրացնելիս։ Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 2025 թվականի մարտի 20-ին ազգային ժողովի միջանցքում խտրական վերաբերմունք դրսևորելով լրագրող Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ նրան ասել է շուրթերդ մաքրի, ապա արգելել կանգնել իր կողքին, դարձյալ խտրականություն դրսևորելով, թե այստեղ մի կանգնեք, ես եմ այդպես ուզում, դուք լրագրող չեք, լրագրողներն իրենք են, մատնացույց անելով մյուս լրագրողներին։ Այս արարքով նաև լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, որը երկրորդ կարծիք ունենալ չի կարող։ Բացի այդ, համաձայն զանգվածային լրատվության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի արգելվում է լրագրողին որևէ տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ։ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը արգելվում է։ Հաշվի առնելով այս իրողությունները, Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները անհրաժեշտություն են համարում նման դեպքերը բացառելու նպատակով ստեղծել ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, քննելու պատգամավորի վարքը եւ տալու եզրակացություն նման վարքագծի կրկնությունը բացառելու համար։ Իսկ ինչ է հիմնավորում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Եթե ցիտեմ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահի տեսակետը, ապա բառացի եմ մեջ բերում Անդրանիկ Քոչարյանը մեր մեջի կյաժը չէ, որ միայն իր հարցով ստեղծենք հանձնաժողով։ Դրանից առաջ եղել են տարբեր դեպքեր եւ այդ առիթով մենք չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Այսինքն, նաեւ իշխող խմբակցությունը համարում է, որ Անդրանիկ Քոչարյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքականոնը, բայց միաժամանակ, քանի որ մազերի գույնը կյաժ չէ, հետեւաբար չեն ստեղծելու այդ էթիկայի հանձնաժողովը։ Ինքը Անդրանիկ Քոչարյանը հիմնավորում է, որ ինքը ցիտել է Բագրատ Սրբազանին, մինչդեռ դա մանիպուլյացիա է, որովհետև Բագրատ Սրբազանը միանգամայն այլ կոնտեքստում, միանգամայն այլ հասցեատիրոջ եւ միանգամայն այլ ձևակերպումներով է խոսել եւ բացարձակապես ասվածը չի կարող վերաբերելի լինել լրագրողին։ Եվ ամենատարակուսելին այս պատմության մեջ այն է, որ լրագրողի իշխանության օրերին մենք տեսնում ենք ակնհայտորեն թիրախավորված վերաբերմունք լրատվամիջոցների նկատմամբ, ինչը անթույլատրելի է եւ մեր նախաձեռնության նպատակը նաեւ այն է, որ նման դեպքերը բացառվեն։ Չի կարելի լրագրողների հետ վարվել անհարգալից եւ չի կարելի խոսքի ազատությունը սահմանափակելուն ուղղված այսպիսի գործողություններ իրականացնել։ Եթե իմ հիմնավորումների հետ կապված ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ, բայց արձանագրում եմ, որ որևէ դեպքում մենք չենք կարող սա համարել ընդունելի գործելավոճ կին լրագրողի մասնագիտական գործունեությունը իրականացնելու համար այդտեղ գտնված Հռիփսի Մեջեբեջյանի նկատմամբ նման վերաբերմունքը։ Շնորհակալ եմ։